Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախընտրական լարվածությունը Հայաստանում շարունակում է թեժանալ։ Օրերս Արաբկիրում քարոզչական հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով Օսիպյանին արդեն մեղադրանք է առաջադրվել բռնության, հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Փաստաբանը նաև հայտնել է, որ Օսիպյանին տեղափոխել են Ավանի նստավայր, որտեղ էլ կքննարկվի կալանքի հարցը։ Փաստաբան Ռոման Երիցյանը նաև հայտարարել է, որ Արթուր Օսիպյանը զրկված է պաշտպանների հետ տեսակցելու հնարավորությունից։ Ըստ փաստաբանի անհետացել է նաև Օսիպյանի հեռախոսը, իսկ սոցիալական էջերը ջնջվել են։ Նա պնդում է, որ քննչական գործողությունները կատարվում են չափազանց արագ, ինչը ըստ նրա վկայում է նախապես ձեռնարկված ծավալված ծրագրի կյանքի կոչման մասին։ Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ ձերբակալվածի կարգավիճակով։ Ներգրավման պահից մինչև հիմա ՁՎՊ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Այս ֆոնին շարունակվում է նաև հասարակական քննարկումը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների շուրջ։ Ինչու է կենթանի մնացել, պատասխան պիտի տաք, արտահայտություններն են հատկապես մեծ դժգոհություն առաջացրել։ Քաղաքական խոսույթի կոշտացումն արդեն շատերի գնահատմամբ վերածվում է հասարակական թշնամանքի և վտանգավոր բաժանարար գծերի։ Սա քաղաքական խոսք է, թե ատելության քարոզ։ Ռեպորտաժում։ Փախածներ, ինչու եք կենթանի, ինչու չեք զոհվել։ ՔՊ առաջնորդի վերջին օրերի նախընտրական խոսույթն է։ Խոսույթ ուղղված արցախահայերի դեմ։ Իրեն հերոս է համարում Փաշինյանը, իսկ հակահերոսի կերպարը մեկ անգամ եւս կոտրվել է արցախցիների գլխին։ Գիտեմ ոնց շտեղս քնամ, շտեղավես քնամ, նորից եմ կրկնամ։ Դրան հետ է դու ամեն մի քայլիդ հետ է դու պատասխան պիտի տաս։ Եթե չաշխատեց արցախցիների հետ, նա այս խնդիրը, այսինքն գեներացումը, վաղը կլինեն պայմանական բժիշկները, կասե այ տեսեք, օրինակ ինչ որ մեկին հիվանդանոցում վատ են, բոլոր բժիշկները մեղավոր են։ Իսկ որտեղից դուրս եկավ հայտնի հոլովակը, մինչ այդ ով էր տեսել կամ ով էր լսել այդ մասին։ Հանրային հեռուստաընկերության էջում դեռ մայիսի 16-ին տեղադրվելու ապաջնջվելու մասին լուրերն ավելի են ամրապնդում վարկածը։ Հոլովակն իշխանական ծագում ունի։ Սա վարկած է, բայց միակը չէ։ Ադրբեջանական որոշ խմբեր բավականին լավ են խոսում Արցախի акցենտով։ Ինչու չենք մտածում, որ դա համագործակցության արդյունք է էլի այս իշխանությունների ադրբեջանական կողմի հետ։ Եվ ի վերջո, որտեղից է աղբյուրը սկսվել։ Մենք բոլորս որտեղից ենք այդ տեսանյութը տեսել կամ լսել այդ մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական էջից, իր խոսքից։ Հոլովակը օրվա սկիզբն էր միայն։ Արաբկիրում Փաշինյանի քարոզարշավը բավականին բուռն անցավ։ Այն մասկեքով, որ Ղարաբաղի ասելով խոսում է, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին է խոսում, այդ տատան, ինչի ես կենթանի։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երկրի ղեկավարը տարակուսում է, որ հայերը ողջ են մնացել 20 թվականի պատերազմից հետո, մենք ինչ ենք խոսում, ասում ենք ինչ եք ողջ մնացել։ Իսկն ինքը պրպտումների մեջ անգնում, որ մարդիկ ողջ են մնացել։ Պատահական չի համարում Աբովյանը, Միլի Մեջլիսից էր 2 օր առաջ տեսակետ հնչել։ Պետք է կոշտացնել հնչող խոսույթները, խիստ լինել ժողովրդի հետ։ Մա հարց եմ ուղղում, այդ հորդորին եք դուք, հա, տենց աչալուրջ, որ ըստ էության ընտրական գործընթացը դարձրել եք նորից հայերի միջև ատելության գեներացման գործընթաց։ Ամեն ինչ Արաբկիրում չի սկսվել ու ավարտվել։ Արցախահայերը ՔՊ-ի թիրախում են դեռ պատերազմի ավարտից եւ Արցախը հանձնելուց հետո։ Ի վերջո սեփական պարտության կենթանի վկայությունն են, պնդում է արցախցի падգամավորը։ Իսկ նախընտրական այս փուլը ավելի է բորբոքել կրքերը։ Տեսնում է իր դավաճանությունը, տեսնում է իր դավաճանության արդյունքը, տեսնում է իր հանցանքի չափը, եթե իհարկե դա հնարավոր է չափել։ Եվ ինքը նորմալ է, որ հանցագործը նման պարագայում սկսում է կատաղել, գազազել։
Հանցագործը, քանի դեռ չի ընդունել իր մեղքը, առաջինն է գոռալու, որ իր մեղքի զոհերն են մեղավորները, ասում է արցախցի պատգամավորը։ Իսկ այդ գոռոցների պակասը վերջին օրերին չենք զգում։ Պատերազմից, տեղահանությունից ու քաղաքական ճգնաժամից հետո հասարակության ներսում ձևավորված բաժանարար գծերը շարունակում են արտահայտվել նաև հանրային եւ քաղաքական խոսույթում։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախընտրական մթնոլորտի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարել է, որ նախընտրական գործընթացում կիրառվող խոսույթն ու ճնշումները խորացնում են հասարակական պառակտումը եւ վտանգներ ստեղծում պետականության համար։ Լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում հայոց պետականության համար։ Անթույլատրելի է հանուն քաղաքական սեփական նկրտումների, եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես եւ հայոց եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։ Հասցեական արձագանք պետք է լինի հարկադրանքի միջոցներով եւ սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգեվորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու դեպքերին։ Անդրադարձ պետք է կատարել նաեւ եկեղեցական կանոնակարգից շեղված հոգեվորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորությամբ հոգեվոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերին։ Միջազգային պատկան կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին են սպասում նաեւ եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները։ Նախընտրական մթնոլորտի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստան դաշինքը։ Դաշինքը տեղեկացրել է, որ դիմել է միջազգային դիտորդներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Ըստ հայտարարության իշխանությունը քաղաքական պայքարում օգտագործում է վարչական եւ ուժային ռեսուրսներ, ինչի հետևանքով երկրում ձևավորվել է վախի եւ անհանդուրժողականության մթնոլորտ։ Խորացող ավտորիտար ռեժիմի որդեգրած հակասահմանադրական եւ քրյորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրության ազատությունն ու մրցակցայնությունը։ Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։ Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում, առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանության որդեգրած հակասահմանադրական ընթացքը։ Իրավական գործընթաց սկսելու մասին հայտարարել է նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հայտնել է, որ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պաշտոնատար անձի վարքագծի կանոնները խախտելու համար։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ուժը կորցրած են ճանաչել պատգամավորի 18 թեկնածուների գրանցումը։ Այսինքն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածու։ Նախընտրական պայքարում փոխադարձ մեղադրանքները շարունակում են քաղաքական ուժերի միջև։ Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու մասին տեղեկությունները։ Նշեմ, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր փաստաթուղթ, որտեղ նշվում էր, թե Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Վերջինս հայտարարել է, որ երբևէ այլ քաղաքացիություն չի ունեցել։ Բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք։ Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում ներկայացրել է նաև կուսակցության սոցիալական եւ տնտեսական խոստումները։ Նրա խոսքով իշխանության գալու դեպքում փոքր բիզնեսը կազատվի շրջանառության հարկից, իսկ ժամկետային զինծառայողների ընտանիքները ամսական աջակցություն կստանան 40,000 դրամի չափով։ Դուք ապրում եք Արտաշատի կողքը, օրինակ Ոստան գյուղում։ Ունեք այգի, աճեցնում եք միրգ, բայց ամեն տարի մրգի գինը փոփոխվում է։ Դուք առավոտ արթնանում եք, տեսնում եք, որ տարվա մեջ ունեք գին, որով ինչքան արտադրեք, այդքանով կծախեք ձեր միրգը։ Գումարնել պետության երաշխավորությամբ մեկից կստանաք։ Այսինքն չեք սպասի գումարին
եւ կարիք չեք ունենա գումարի համար, գնի համար մարդկանց հետ այդքան երկար եւ բարդ խոսակցություն ունենալ, գները չեն ընկնի։ Երիտասարդները ինչ կունենան։ Ամուսնացել են, ցանկություն են հայտնում տուն ունենան։ Երիտասարդը հնարավորություն կունենա ամուսնության վկայականը ցույց տալուց հետո տուն գնի վարձակալության գնով։ Այսինքն ամիսը եթե արտաշատում վարձակալությունը 60,000 դրամ է, 80,000 դրամ է, 100,000 դրամ է, նույն գնով դուք հնարավորություն կունենաք հիպոթեկով տուն գնեք, բայց 10 տարի հետո տունը մնում է ձեզ։ Նախընտրական հանդիպումները շարունակում է նաև Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզում անցկացված հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ իշխանափոխության դեպքում հնարավոր է վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Քոչարյանի խոսքով գործող իշխանությունը բավարար ջանք չի գործադրում այդ ուղղությամբ։ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է նաև իշխանության խոսույթի մասին։ Մեկ օրինակ բերեք, որ ես 10 տարվա ընթացքում մեկի հետ նման ձևով խոսած լիր, հնարավոր չի չեք գտնի այդպիսի մարդ, ուղղակի ամոթ է, երկրի առաջնորդը դա տրենդ ձևավորող է, ինքը ցույց է տալիս, թե ինչպիսին է պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դու դա ես մեզ ցույց տալիս, դա ես տրենդ սարքում, մենք այդպիսի տրենդերը մերժում ենք, դա խայտարակություն է մեր ժողովրդի համար, հետևաբար մենք պետք է մեր ընտրությունը ճիշտ կատարենք, և պետք է հասկանանք, որ ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին։ Իսկ այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոստանում է հանրությանը ներկայացնել հետպատերազմյա վերականգնման իր ծրագիրը։ Կուսակցության ներկայացուցիչ Իվետ Ատոնոյանի խոսքով իրենք պատրաստ են նաև ծրագրային բաց բանավեճերի։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը փորձում է ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ եւ քաղաքական ընտրաշավից, շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի եւ ցավոք փողոցային բառապաշարի վրա։ Ամենայն հավանականությամբ սա խոսում է քաղաքական եւ ծրագրային ասելիքի բացակայության մասին։ Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից եւ վարելու ենք բացառապես քաղաքակիրթ իրական ընտրապայքար, հարգելով թե մեր ընտրողին, թե մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։ ՔՊ-ի օրը 3 էլ առանց միջադեպի չի անցել։ Նախորդին Փաշինյանը վիճում էր անհետ կորածի քրոջ հետ, 3 էլ կոչ էր արել անտեսել Ազատի կացարանում զոհվածի պապիկին, որը պատասխան էր պահանջում հրդեհի դեպքի համար։ Նա ոստիկաններին հրահանգել է հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։ Փաշինյանի թիկնապահները փակել են զոհվածի պապիկի բերանը և հեռացրել։ Նիկոլ վարչապետ, Ես քո տերորիստ չէ։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Հովեցիս եմ։ Ամեն բանեցի։ Արիք ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզավորված եք։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր եք տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչ եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք տանում։ Իմ երեխու տարեց վառեց ազատ յուղում։ Ախպեր ես իմ երեխու 10 տարի պահեցի, ճամպեցի պալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վառեց, թե իրը բախտիկ վառեցի, ազատ յուղում զինվորական կացարանում։